Աֆրիկյան շոգ գիշերը լի էր խորհրդավոր ձայներով և բույրերով։ Հարավային քամին պտտեցնում էր փարթամ արմավենիների գագաթները և տարածում գյուղի կենտրոնում մարած խարույկի ծուխը։ Այդ գյուղը կոչվում էր Լաբարի և գտնվում էր այժմյան Գաննայի հյուսիսում։ Մի քանի տասնյակ եղեգնյա խրճիթները հիանալի տեղավորվում են աֆրիկյան ջունգլիների լանդշաֆտում։ Այդպիսի խրճիթներից մեկում պառկած էր Քիբին, ամրակազմ գանգրահեր պատանին, 12 տարին չլրացած։ Նա ոչ մի կերպ գիշերային խեղդող տապից չէր կարողանում քնել։ Քիբին լսում էր ջունգլիի ձայները։ Գիշերային քամու շունչը պատմում էր նրան այն մասին, թե ինչպես էր իր հին ճահճի մեջ փնթփնթում ծեր գետաձին, ում քունը նույնպես չէր տանում։ Քաղցած հովազը դուրս է եկել որսի։ Նրա հորանջը Աֆրիկայի կեսգիշերային լռության մեջ լսելի էր լինում մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ։ Քիբին անհանգիստ պտտվում էր մի կողմից մյուսը։ Նրա հայրը կամաց խռմփացնում էր հարևան խրճիթում։ Մայրը և քույրերը հանգիստ ճնշում էին խորը քնի մեջ։ Քիբին խորը շունչ քաշեց և բոլորովին պարզ աչքերը հառեց պատին։ Ինչ-որ տեղ այնտեղ պատի ետևում էր նա, Նավաամը։ Վերջին երեկոյի իրադարձություններն արագորեն սկսեցին ի հայտ գալ տղայի հիշողության մեջ։ Խարույկի մոտ էին հավաքվել Լաբարիի բոլոր հարգված մարդիկ։ Թաքնվելով նրանց ետևում, Քիբին տեղավորվել էր ինչ-որ մի քոթուկի վրա և լսում էր մեծերի խոսակցությունը։ «Ես ծնվել և մեծացել եմ ոսկե ափին, աշխարհի ամենահիասքանչ վայրում», պատմում էր Նավաամը, ծեր նիհար սևամորթը, ով հայտնվել էր իրենց գյուղում մի քանի տարի առաջ։ «Ես տեսել եմ ծովը, դա շատ մեծ ջուր է։ Այնտեղ չեն երևում ափերը, նրա վրա լողում են հսկա նավերը»։ «Այդ դեպքում ինչու լքեցիր այդ հիասքանչ վայրը», հարցրեց երիտասարդներից մեկը։ Պատմողը ոչինչ չասաց, միայն անթարթ, արցունքոտ աչքերն էր հառել խարույկի կրակին։ Նա թեթևակի ժպտաց։ Քիբին անհամբեր տարուբերվում էր իր քոթուկի վրա, չմտածելով, որ կարող է բռնվել։ Նա քիչ բան գիտեր այդ ծերունու մասին, իսկ այն կարճ արտահայտությունները, որոնք նա լսել էր, միայն հետաքրքրություն էին առաջացրել։ Խարույկը մարում էր, նրա բոցավառ կրակը դեռ առկայծում էր, տարածելով մոխրագույն թավշե ծուխը։ Եվ ահա աֆրիկյան գիշերվա լռության մեջ հնչեց տարօրինակ մի երգ։ Ծեր սևամորթը երգում էր զարմանալի խոսքեր ինչ-որ մի խորհրդավոր մարդու մասին։ Արտահայտությունների իմաստը ընդհանրապես անհասկանալի էր Քիբիին, բայց երգի բառերը գրավում էին իրենց անսովորությամբ։ Բայց հենց սրանով երգը գրավեց պատանու հետաքրքրասեր միտքը։ Ուժեղ, գեղեցիկ տղամարդու ձայնը երգեց վերջին խոսքերը, որոնց հնչյուններն անհետացան մթության մեջ։ Այն մեղմ ծածկեց մարած խարույկը։ «Շատ լավ, Նավաամ, մենք լսեցինք քո երգը։ Հանգստի ժամանակն է», ասաց առաջնորդը։ Մարդիկ ցրվեցին իրենց խրճիթները։ Գյուղը խորը քուն մտավ։ Քիբին կրկին խորը շունչ քաշեց։ Նավաամի պատմությունը նրան հանգիստ չէր տալիս։ Տղան իր կյանքում միայն մի փոքրիկ գետակ էր տեսել, որը հոսում էր մոտակայքում։ Եվ որպեսզի անցներ այն 10 քայլը բավական էր։ Եվ գետի ջուրը չէր անցնում նույնիսկ Քիբիի գոտկատեղը։ Իսկ ծերունին պատմում էր անծայրածիր ջրի մասին։ Տղայի մտքերն ընդհատեց ինչ-որ մի ձայն։ Կամաց, բայց անփույթ քայլերը, ցածր, խռպոտ շշուկը, ենթագիտակցությունը միանգամից պատկերացրեց ինչ-որ մի օտարի կերպար։ Այսպես կարող էին աղմկել միայն օտարները։ Նրա ցեղախմբի անդամները հեշտությամբ կարող էին գիշերով անցնել ջունգլիով և նրանց մերկ ոտքերի տակ չէր կոտրվի ոչ մի ոստ։ Քիբիի ցեղում կարողանում էին խոսել այնքան կամաց, որ նրանց հնչյունները ներդաշնակորեն միաձուլվում էին հարավային գիշերվա հետ։ Եվ ով կարող է այս գիշերով գյուղում թափառել։ Վախից շունչը պահած, որը հենց ինքն էր իրեն ներշնչել, մտածեց Քիբին։ Միգուցե դա չար ոգիներն են փնտրում հեքիմի տունը, որ հանգստություն խնդրեն։ Չար ոգիների մասին Քիբին շատ էր լսել։ Ճիշտ է, նա դեռ ոչ մեկին չէր տեսել, բայց հեքիմը հաճախակի և մանրամասն պատմում էր լյուտաների, ջունգլիների գիշերային բնակիչների մասին, որոնցից գյուղի բնակիչներին պաշտպանում է միայն նրա բարձր վարպետությունը։ Քիբին հիմք չուներ չվստահել հեքիմի հերոսական պատմություններին։ Ամուր փակելով աչքերը տղան սկսեց ականջ դնել։ Ահա կրկին ճռռացին ոսტերը։ Դա ծանոթ ձայն էր։ Զգացվեց ծխի հոտը։ Միթե ինչ-որ մեկը կրկին վառել է գյուղի խարույկը, զարմացավ Քիբին։
Հանկարծ լսվեց կտրուկ մի ճիչ, որից Քիբին հանկարծակի եղավ։ Ոտքի կանգնելով նա վազեց դեպի խրճիթից դուրս գալով նրան պարուրեց տաք հոսանքը, բայց դա արդեն գիշերային տենդը չէր։ Գյուղի կեսը վերածվել էր մի հսկայական խարույկի։ Կայծերը թռչում էին վերև, բարձր կրակի բոցը հասնում էր երկինք, իսկ քամին բարկացած ջունգլիով մեկ տարածվում էր թանձր ու անդուր ծուխը։ Քիբիի հայրը արագ նրա գիրկը նետեց փոքրիկ քույրիկին, իսկ ինքը մոր և ավագ երեխաների հետ փորձում էր փրկել կրակից իրենց ապրուստի համար ինչ-որ մի բան։ Քիբիի ընտանիքը նետվեց դեպի գետը։ Քիբին քույրիկին նստացրեց մեջքին։ Նա ըստ սովորույթի փաթաթվեց վզին և իր փոքրիկ ոտքերով գրկեց նրա վտիտ մարմինը։ Քիբին կրակի ահով բռնված վազում էր դեպի գետը և մտովի պատկերացնում, թե հիմա ամբողջ ուժով կնետվի փրկարար ջուրը։ Հանկարծ նա բախվեց մի մեծ և ամուր բանի։ Հրաշքով պահելով իր հավասարակշռությունը, նա բարձրացրեց հարվածից պտտվող գլուխը և իր առջև տեսավ ցեղակիցների մի մեծ բազմություն, որոնք փախչում էին գետից։ Որոշ կանանց դեմքերը վախից խիստ գունատվել էին, իսկ տղամարդկանց ձայները հիշեցնում էին թակարդ ընկած հովազի ոռնոցի։ Ստրկավաճառները, ստրկավաճառները… Աֆրիկյան վայրի ցեղերը վախենում էին նրանցից ավելի, քան չար ոգիներից։ Այդ մարդկանց մասին պտտվում էին սարսափելի, արյունը սառեցնող առասպելներ։ Ոչ կոկորդիլոսի ատամը, ոչ առյուծի կաշվից թևնոցը չէին կարող պաշտպանել նրանց այդ սարսափից, քանի որ ստրկավաճառները դրանք այն մարդիկ էին, ովքեր չէին վախենում թալիսմաններից և ամուլետներից։ Նույնիսկ եթե դրանք պատրաստել էր ամենազորեղ հեքիմը։ Քիբիի ոտքերը սկսեցին դողալ, իսկ կոկորդը միանգամից չորացավ։ Եվ ոչ թե նրա համար, որ նա հոգնել էր քրոջը մեջքին արագ վազքից։ Նա շատ էր լսել ստրկավաճառների և նրանց գործերի մասին։ Քիբին անմիջապես հասկացավ, որ հենց այս օտարներն էին այրել իրենց գյուղը, որ ժողովրդին վտարեն իրենց խրճիթներից։ Այնուհետև ամեն բան շատ արագ կատարվեց։ Մարդկանց նախիրի նման քշեցին մի մեծ մարգագետին։ Յուրաքանչյուր ոք, ով փորձում էր դիմադրել, անողոք սպանում էին։ Քիբին նստել էր գետնին, նրա արմունկները պարանով կապված էին մեջքի ետևը։ Գլուխը բարձրացնելով, նա տեսավ տասնյակ իր ցեղագիծ եղբայրներին դժբախտության մեջ։ Նրանց մեջ Քիբին չտեսավ իր հարազատներին, ստրկության մեջ։ Ամբողջ գիշեր ստրկավաճառները քշում էին սևամորթներին իրենց ճամբարների մոտ։ Ճանապարհը լուսավորում էին ջահերով, որոնց լույսը միավորվելով աֆրիկյան հսկա լուսնի լույսի հետ արտացոլում էին սարսափելի ստվերներ։ Ճամբարում ստրուկներին հավաքեցին փարախի նման մի տեղ, փշալարերով պատված։ Եվ միայն այնտեղ Քիբին կարողացավ բոլորովին ուժասպառ ընկնել գետնին։ Եվ այսպես կողքի պառկած նա հայացքով փնտրում էր իր ծնողներին, քույրերին, առաջնորդին և հեքիմին։ Որտե՞ղ են նրանք, կենդանի են արդյոք։ Ինչպե՞ս կկարողանա նա, փոքրիկ տղան, գոյատևել առանց նրանց օգնության և պաշտպանության։ Քիբին լաց եղավ, ուժասպառ փակեց աչքերը։ Նա չէր զսպում իր լացը, և նրա ամբողջ մարմինը ցնցվում էր ցրտից, վշտից և վախից։ Փարախում քաոս էր տիրում։ Ինչ-որ մեկը լաց էր լինում, մեկը հառաչում, մեկը ջուր խնդրում։ Այս ամենին էր խառնվում նաև ճամբարի ձայները, երկաթե շղթաների ձայները, ստրկատերերի գոռոցները, սոված շների ոռնոցը, և թվում էր այլևս ոչ ոք և ոչինչ չէին ստիպի Քիբիին գլուխը բարձրացնել։ Աշխարհում ամեն ինչից առավել նա ցանկանում էր մեռնել։ Նա կհանգստացնի սգավորներին և կազատի գերիներին, այլևս ոչ ոք լաց չի լինի, այնտեղ կլինի մեծ ուրախություն։ Քիբին անմիջապես չհասկացավ երգի խոսքերը։ Ավելի շուտ ճանաչեց այն ձայնը, որը բազում երեկոներ լսել էր նա գիշերային խարույկի մոտ, հարազատ գյուղում։ Նավաամը կրկին երգում էր բոլորի համար անհայտ և անհասկանալի մարդու մասին։ Չգիտես ինչու անսովոր շարժառիթը տարօրինակ չէր թվում տղային։ Ընդհակառակը, երգը նույնիսկ հանգստացնում էր։ Նավաամի երգեցողությանը սկսեցին ականջ դնել շատերը։ Աստիճանաբար փարախում լացն ու հոգոցները դադարեցին, և լսվում էին միայն այն խոսքերը, որոնք ցածր ձայնով արտաբերում էր ծեր Նավաամը։ Երգն այլևս կարիք չուներ պայքարել կողքի ձայների հետ, և այն, ինչպես մի գեղեցիկ թռչուն, սավառնեց վերև և իր թևերով ծածկեց ամբողջ ճամբարը։
Ապա ձայնդ կտրիր ծերուկ, հնչեց հարվածի մի խոր ձայն, թեթև հեծկլտոց և բացարձակ լռություն։ Ոչ ոք չէր համարձակվում նույնիսկ ծպտուն հանել։ Բոլորը վախենում էին, որ իրենց կարող են ծեծել և նույնիսկ հեշտությամբ սպանել։ Մղձավանջային գիշերը փոխարինվեց գորշ և անհույս լուսաբացով։ Քիբին անհանգիստ ականջ էր դնում վաղորդյան ջունգլիի ձայներին։ Ցեղակիցների խռպոտ ճնչառությունը, արփած ստրկավաճառների հայհոյանքը, ճամբարում այլևս չէր լսվում այն գեղեցիկ երգից ոչ մի հնչյուն։ Միթե նրանք սպանեցին Նավահամին, սարսափով մտածեց Քիբին։ Այդ ընթացքում ճամբարում եռում էր աշխատանքը։ Հավաքելով սնունդը, վրանները, մաքրելով զենքերը, ստրկավաճառները կրկին ինչ-որ տեղ էին քշում իրենց ավարը։ Քիբին վազում էր ճոճվելով մի կողմից մյուս կողմը, քայլերը դնելով ինչքան կարող էր ավելի լայն։ Քրտինքը պատել էր նրա երեսը։ Պարանով կապված ձեռքերն արյունահոսում էին։ Լեզուն ուռել էր, շրթունքները ճաքճքել էին, աչքերի առջև գունավոր շրջանակներ էին պտտվում։ Քիբին ուժասպառ նայում էր միայն ոտքերի առջևը, երբեմն գլուխը բարձրացնելով, այն հույսով, որ իր կողքին վազող ցեղակիցների մեջ գոնե մի հարազատ դեմք կնկատի։ Այժմ ստրկավաճառները բանտարկյալներին քշում էին ոչ միայն սաստելով, հայհոյելով, այլ նաև մտրակի հարվածներով։ Արևը անողոք այրում էր գլուխն ու մեջքը, բազմիցս ավելացնելով դժբախտների տառապանքը։ Հանգիստ լսվեց վերակացուի բարձր ձայնը, և Քիբին բոլորովին ուժասպառ վայր ընկավ գետնին, նույնիսկ իր մեջ ուժ չգտնելով սողալ մինչև մոտակա ծառերի ստվերը։ Ջուր, գրեթե շշուկով շշնջաց տղան կողքով անցնող վերակացուին, սակայն նա միայն ոտքով կոպիտ հրեց տղային արահետից ճամփեզրի խոտերի վրա։ Դիմացիր, փոքրիկ, կողքից մի ձայն լսեց Քիբին։ Նրա կողքին նստել էր մի մկանուտ պատանի, 16 տարեկանին մոտ։ Քիբին հիշում էր, որ այս գարնանը նրան պատրաստել էին ծառայության։ Դու չես տեսել իմ հորը կամ առաջնորդին, աղերսալի հարցրեց Քիբին, բայց զրուցակիցը միայն լուռ տարուբերեց գլուխը։ Իսկ հեքիմը, միգուցե նա կբերի բարի ոգիներին և նրանք կփրկեն մեզ։ Քիբին, նրանք սպանել են հեքիմին դեռ գյուղում։ Լսվեց կտրուկ միջիչ և անողոք մտրակը սողաց տղայի մեջքով։ Նա շրջվեց, բայց զսպեց իրեն։ Էй, տղա, դու ուզում ես այստեղ ավարտել քո ճանապարհորդությունը։ Վերակացուներից մեկը նյարդայնորեն խաղում էր մտրակի հետ, մյուս ձեռքում սեղմած պահելով ատրճանակը։ Տղաները լռեցին և գլուխները կախեցին։ Դե լավ, տղաներ, ոտքի, մենք շարունակում ենք մեր շրջագայությունը, և նրանց նորից քարշ տվեցին ջունգլիով մեկ։ Թե ինչքան նրանք վազեցին, Քիբին չէր կարողանա պատասխանել, նույնիսկ ինքն իրեն։ Հերթական կանգառում նա ոչ թե պառկեց հանգստանալու, այլ հյուծվածությունից և սովից կորցրեց գիտակցությունը։ Տղան ուշքի եկավ կրակոցի բարձր ձայներից, մոտակայքում էին կրակում։ Հեյ, տղաներ, ի՞նչ է ձեր մոտ կատարվում, գոռաց ստրկավաճառներից մեկը։ Ուզում էին փախչել, հնչեց պատասխանը մյուս կողմից, որտեղ կրակում էին։ Դե մի ձգձգիր, խփեցի՞ր։ Հարցնում ես, փամփուշտը ցանկացած սևամորթից ավելի արագ է։ Քիբին հասկացավ, որ ցեղակիցներից մեկը փորձել էր փախչել, և որ նրան սպանել էին։ Սարսափից տղան նորից ընկավ մղձավանջային մոռացության մեջ։ Պղտոր դառը մառախուղի միջով, հիշեցնելով այրված տունը, նրան էր մոտենում հեքիմի դիմակը։ Քիբին լսում էր նրա ոչ մարդկային ոռնոցը. «Ես շուտով քեզ տանելու եմ իմ մոտ»։ Խեղճին թվում էր, թե հարյուրավոր զինվորներ նրան բարձրացրել էին իրենց նիզակների վրա և նետել գետը։ «Վեր կաց, փռվել ես այստեղ», վերակացուներից մեկը տղայի մարմինը ողողեց գետի սառը ջրով, և Քիբին դուրս եկավ իր մղձավանջի հորձանուտներից։ Կենդանի ապրանք։ Ստրկավաճառներն արդեն 5-րդ օրն էին քշում իրենց զոհերին։ Ինչ-որ մեկը չէր դիմանում և մահանում էր այն սարսափազդու արահետում, որը մայրցամաքի խորքից դեպի մեծ ջուր էր տանում։ Կերակրում էին շատ քիչ, խմել համարյա չէին տալիս։ Վերջապես եկավ այն օրը, երբ հերթական կանգառում ստրուկների տաքացած մարմինները զգացին թեթև զով ծովային խոնավ քամին։ Այդ օրը նրանց թույլ տվեցին մի լավ հանգստանալ և առաջին անգամ ինքնակամ խմել։ Մի տեսակ շատ հյուծված են նրանք, մտահոգ փնթփնթաց անվտանգության ղեկավարը։ Սրանց համար լավ գին ոչ ոք չի տա։ Ճիշտ է, հարկավոր էր նրանց կերակրել, համաձայնեց վերակացուն։ Երեկոյան ստրուկներին տվեցին աղքատիկ ընթրիք։
Այժմ նրանց տանում էին առանց շտապելու, թույլ տալով վերականգնել ուժերը։ Քարավանը գնում էր գետի երկայնքով, և կանգառներում կարելի էր ողողվել սառը ջրով։ Այսպես մի քանի օր անց փոքրիկ աֆրիկյան ցեղը քշվելով իրենց զավթիչներից դուրս եկավ միջերկրական ծով։ Քիբին աչքերը լայն բացած նայում էր անծայրածիր ջրին, ագահորեն շնչելով աղի և խոնավ օդը։ Եվ այսպես, այս տղային և այն հինգին ահա այստեղ, իսկ նրան և սրանց ահա այս նավակը։ Կոպիտ խռպոտ ձայնը ստիպեց տղային ցնցվել։ Քիբիի աչքերը լցվեցին ահով, երբ նա տեսավ սպիտակ մարդու, հսկայական սպի ամբողջ դեմքին։ Տղամարդը ներս մտավ ահավոր կռկռացող հազով։ Քիբիին և նրա ցեղակիցներին նստացրեցին նավակները և տեղափոխեցին նավ։ Մակույկի ամեն շարժումից աֆրիկյան գեղեցիկ ափը ավելի էր հեռվանում։ Այնտեղ, սև ուրվագծի պես կանգնել էր իր փոքրիկ ցեղախումբը։ Այժմ Քիբին հստակ տեսնում էր յուրաքանչյուրին։ Մի կին իրեն նետեց դեպի ջուրը և աղիողորմ ճչաց. «Քիբի, Քիբի»։ Միայն հիմա նա իմացավ, որ իր մայրը ողջ է։ Տղան ուզում էր ցատկել և նետվել ջուրը, բայց նրա ուսին իջավ ծանր մի ձեռք։ «Ապա տեղդ նստիր»։ Նավակները լողացին նավի մոտ և սևամորթներին բարձրացրեցին տախտակամած։ «Դուք գտնվում եք պորտուգալական նավի վրա, այսուհետև ես եմ ձեր տերը», խռպոտ ձայնով ասաց սարսափելի սպիով մարդը։ «Փախչել խորհուրդ չեմ տալիս, շնաձկերը ավելի քաղցած և չար են, քանի նավաստիները։ Ձեր լեզվով խոսում ենք միայն ես և նավավարը։ Մնացածը խոսում են միայն պորտուգալերեն, այնպես որ ձեզ ճանապարհին խոսակցություններով զբաղեցնող չի լինելու։ Կկերակրեմ բավարար։ Եթե ձեզ լուռ պահեք, տեղ կհասնեք ողջ և առողջ։ Ամեն ինչ հասկանալի է»։ Սևամորթները կախեցին իրենց գլուխները։ «Ես ձեզ չեմ լսում, դուք ամեն ինչ հասկացա՞ք»։ «Այո, տեր», պատասխանեց ինչ-որ մեկը բոլորի փոխարեն, և սպիտակ մարդը, ահավոր սպիով, բավարարված շրջվեց իր կենդանի սեփականությունից։ Քիբիին կապել էին երկար շղթայով, կենտրոնական Արագաստաձողին։ Նա կարող էր տեսնել անծայրածիր ջուրը ամեն կողմից, և զարմացած ականջ էր դնում իր համար նոր ձայներին։ «Իսկ այդ ո՞վ է մեր ետևից ընկել», նյարդայնացած փնթփնթաց սպիտակ սպիով մարդը։ Շրջվելով դեպի նավի ետնամաս, Քիբին նկատեց ևս մեկ նավ։ «Այո, փոքրիկ, այս տղաները երևում է հայտնվել են հենց քո հոգու համար», չարացած քթի տակ փնթփնթացրեց նոր տերը, նկատելով զարմացած ոչինչ չհասկացող տղայի հայացքը։ «Իսկ դու չգիտեիր, թե ինչ թանկ ես դու։ Իսկապես, փոքրիկ։ Մենք պորտուգալացի ենք, մեր երկիրը պատկանում է Իսպանիային, որը պատերազմում է Հոլանդիայի հետ։ Ձեր ափերի մոտ առևտուր անել մենք իրավունք չունենք, եթե շահույթից մի յողոտ տոկոս չվճարենք։ Եթե մեզ բռնեն, ապա հոլանդացիները իրենց կվերցնեն և նավը, և ապրանքը»։ Վերջին խոսքերը սպիով սպիտակ մարդը մի կերպ արտաբերեց։ Չնայած ինչ եմ ես քեզ բացատրում, այնուհետև նա անցավ Քիբիի համար անհասկանալի մի լեզվի, տալով կտրուկ հրամաններ անձնակազմին։ Պորտուգալացիները որոշեցին թաքնվել հոլանդական նավից, բայց ապարդյուն, պորտուգալացիների ապրանքն անցավ հոլանդացիներին։ Նոր տերերը պորտուգալացիների նման դաժան չէին։ Նավաստիները տվեցին ստրուկներին կերակուր և ջուր, այնուհետև իջեցրին նավամբար, որտեղ պատրաստված էր ընդարձակ խցիկ, կենդանի ապրանքի համար։ Սկզբում ստրուկները հարմարավետ տեղավորվեցին խցիկներում, բայց օրեցօր ավելի ու ավելի էին ստրուկներն ավելանում։ Հոլանդական նավը նավարկում էր Աֆրիկայի ափերը, և նավակներ էր ուղարկում ամեն անգամ, երբ խարույկ էր նկատում։ Դա նշան էր, որ այդ վայրում կարելի էր գնել սևամորթների։ Քիբին շատ անգամ էր տեսել այդպիսի խարույկներ, տեսնում էր նաև այն, թե ինչպես էին նավակները բերում տանջված մարդկանց։ Նավի բժիշկը զննում էր յուրաքանչյուրին, ինչ-որ բան էր ասում նավապետին, իսկ հետո նա զայրացած վիճում էր վաճառողների հետ, որ կրկին նրա գլխին էին կապել հիվանդների։ Նավամբարի խցիկները լցնելով համարյա 400 ստրուկներով, հոլանդական նավը իր ուղղությունը վերցրեց Ատլանտյան օվկիանոսի երկայնքով մինչև Ամերիկա։ Իսկ թե ինչ եղավ հետո, կպատմեմ հաջորդ անգամ։